Личная моя жизнь, и я так понимаю, никого не должна волновать. Совсем уж личное, извини. Келам Чучуладзе, Ека Эшсен. Ты должен вот именно провалиться в землю, Ара. Ты понимаешь, ты этим доказываешь, что у вас в Азербайджане очень мало мужчин. Вот ты сейчас зашел ниже плинтуса, зашел в бабские разговоры, там, если там женщины что-то не поделили. Вот я никогда не видела, чтобы наши армянские мужчины, когда у вас женщины ругаются, лезли и вот такие херни делали то, что ты делаешь. Успокойся. Ой, хватит в женских вот в белье копаться. Противно. Понимаешь, противно, Ара. Успокойся. Займись чем-нибудь. Полезь быть в своей родине, Ара. Иди хотя бы там мусор это собирай. Ты и так ни войны, ничего не делал. Только ходишь, снимаешь и зарабатываешь деньги. Иди хоть там мусор собирай у себя. Хватит, а? А теперь հայերեն ասեմ, երեխեք ջան, հələ մի հատ էլ ինձ եք ասում, ինձից էֆիր տեսել եք, ինձից մի բան տեսել եք, այնից որ գցել եմ YouTube-ը լավ մրա, որովհետև ինձ սկսել են հենց բաներով վախցնել, տիպա մենք քեզ դեպորտ կանենք, դուք կերել եք իմ կատվի բանը։ Ես մենակ Աստծուց եմ վախենում, ու մենակ Աստծո դեմ կարամ չոքեմ։ Ինչ որ կասացայանում, որ ինքը Telegram նստած ասում է բեսպլատնի կերել է, ես առաջարկել եմ որ ստեղից օտել վերցնեմ, ճուզեցին։ Ասի տուն վերցնեմ, ճուզեցին։ Ասինալի մեր մնա։ Գնացի։ Հիմի դուք ուզում եք իմ բերանը բացեմ, որ դնեմ փաստերով, հա, սա խայտարակեմ։ Հա, բակա ես հանգիստ եմ, թող հանգիստ մնամ, էլ երեխեք ջան։ Elə գիտեք թե Ալինան չգիտեմ ինչա։ Ալինան իր կյանքում սուտ խոսած չկա։ Դաժե երեկել ինձ զանգել են ասել են փրկի, ասի չէ, տես բան չկա։ Ոսը բերանս մի բացեք։ Այդ որ ասում եմ բեսպլատնի ռեստորանները, ես բեսպլատնի ռեստորան ուտող ուրացող չեմ։ Ես դրա համար փող եմ տվել։ Այն որ հերրու գնացել ենք, դե մի բերանս եք բաց տալի։ Խի եք անում դե հենց։ Հանգիստ իմ համար նստած եմ։ Իսկ այդ YouTube-ի վիդեոն որ նամյոկ եմ տվել, լավ եմ արել։ Իմ հետ պիտի նորմալ խոսվի, ոչ թե ուգրաժատ անելով։ Ես եմ մարդ չեմ։ Հիմի հելա սաղտենում եք ինչեր են անում։ Ասում են Ալինան չի մեղավոր։ Հենց իրանք են մեղավոր։ Սաղ TikTok-ը դրան ձեռը նկարներ էր, չգիտեմ ինչի նկարներ էր։ Ալինան է մեղավոր։ Ալինան այրապորտից իջել է, արդեն դրանք վիդեո ունեին։ Ես հիմի ուզում եմ իմանալ այդ վիդեոնով ակցել։ Իսկ ինքը ես իջել եմ։ Սկսել է ասել որ Ալինան է թուրքին տվել։ Դա թուրքի տվողին հիմի ասել էի։ Հերիքա էլի։ Ես աղբեր ունեմ Եռաբլում, խացա մի աղբեր չի, կան տղեր կան, աղսակ իմ աղբերներն են։ Ու այսօր հելնեք ասեք թուրքին բան ա տվել։ Բերանս բացել չտակ։ Եթե մի օր Ալինան ջղայնացա, որ հելնա փաստերով երեխեք կորացենք։ Ջոգիկ, դրա համար բակա ես հանգիստ եմ ինձ ձեռ մի տվել։ Всё։ Ու հերիկա աղջի, գնաց Telegram-ում տենց բաներ ասեց, այդ Արտակ Մուսալյանա ինչ արա, բան ունես ասելու համարս վերցու զանգի։ Ես կասեմ, այդ վատ բառերը, որ ասում ես, ում ես ասում, հա, գիտես թե, ես գիտես, որ կարամ, не знаю, հա, սրամյատնայի, նստած մի կողմանի լսում է, ու սուտերին է լսում, ինձի ոչ մեկ չի կարողացել զորով տանի Եռաբլուր, հե, գիշերը գնացել ենք Եռաբլուր, սաղ փակ էր, որ ծաղի կարնեն, հե, ինքան ասել եմ գնանք Եռաբլուր, ոչ մեկ ինձի չի տարել, հետո տաքսիստը ապրի աստված պահի իրան, մարդը ինձի տարավ, Ես մենակով, ես Երևանը չեմ ճանաչում, ես Ղարաբաղցի եմ, ես Արցախցի եմ, ես դեղ եմ ծնվել, ես դեղ սաղանգիր գիտեմ, սաղ քոլերը քուչեքը։ В общем, տենց բաներ, խարգերը տվեք արա, հերիքա ինձ YouTube-ում գրեք ինչ-որ մի բան սրաններ գոյ, տոկտար թող իրան կան ինձ ներողություն խնդրեմ, բերանս չբացեք ասել եմ, ես շատ լավ մարդ եմ, բայց եթե խազը հասավ, ասում եմ չեմ նայի, Ես կհելնեմ, հենց կխոսամ, ու լուրջ եմ ասում, նիր սորավնո ամեն ինչ, դուք չեք ջոգել, որ Ալինայի համար ամեն ինչ սորավնո է Ալինայի համար ամեն ինչը։ Աղբեր եմ կործել, ամեն ինչ կործել եմ արդեն։ Արդեն են էշի չէ Ալինան, հա, որ կարան քացի տան կցենեն կողմ, հա, բրծավ էտի։
Բրծավ ու գնաց։ Ու հանգստացեք։ Քալամ, а тебе скажу, успокойся, ара. Ека эшсян, Ека эшсян. Иди веник возьми, блядь, и у себя. А то, что они у себя в эфире говорят, что Алина уборщица, то халать вага ченки мана вага дуинче синелю, ха? Уборщица. Я горжусь, если я уборщица. Я не стесняюсь, зато ни у кого не прошу. В банке не должна, никому не должна. Кому должна, всем прощаю. Ходай. В общем, տես բաներ։ Ես կյանքում Ալինան սուտ չի խոսա։ Ալինան կարա մի բանը չասի, բայց սուտ կյանքում չի խոսա։ А ты, Камран, иди, давай, веник в зубы, блядь, иди. Бакинские площади заметай. Сидишь, ара. Себя героем считаешь. Хоть полезь бы своей родиной. Пусть им башина, ара.